Ինչ պատասխան կտա Թեհրանը Միացյալ Նահանգների նախագահի ուղարկած պաշտոնական նամակին, որտեղ Թրամփը առաջարկում է Իրանին վերսկսել միջուկային բանակցությունները։ Արևմտյան լրատվամիջոցները վստահ են, որ Թրամփը մերժում է ստանալու։ 2018 թվականին հենց Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ միջուկային համաձայնագրից ու պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ։ Հիմա Թրամփի վերադարձով նորից ուժ գնացել են ճնշումները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակը ստացվել է երեկոյան։ Իրանը մանրակրկիտ կվերլուծի այն նախքան պատասխանելը։ Մարտի 7-ին էր Թրամփը ուղարկել նամակը հենց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Այն հասել է Թեհրան երեկոյան Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով։ Այդ երկրի նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշին երեկ գնացել էր Թեհրան ու անձամբ արտգործնախարար Արաղչիին փոխանցել Թրամփի նամակը։ Թրամփը մինչև նամակի տեղ հասնելը հասցրել է սրեր ճոճել Թեհրանի գլխավերևում։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով ինքը ձեռքի տակ 2 սցենար ունի Իրանի համար, երբ ստանա հստակ պատասխան կորոշի, որ տարբերակը կիրառել։ Իրանի հարցը կարելի է լուծել 2 եղանակով՝ ռազմական ճանապարհով կամ գործարքի կնքմամբ։ Ես կնախընտրեի գործարքի կնքումը, որովհետև չեմ ցանկանում վնասել Իրանին։ Նրանք հիանալի մարդիկ են։ Մեկ յուղում, մեկ դաղում է Թրամփը, հավանաբար չցանկանալով վերջնականապես լցնել Իրանի համբերության բաժակը։ Թրամփի սպառնալիքները ուշադիր լսում ու չեն մոռանում Թեհրանում։ Նամակի իրական հասցեատեր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երեկ կոշտ բառապաշարով է խոսել Միացյալ Նահանգների նախագահի հասցեին։ Ինչպես կարող ենք մենք բանակցել այդ տեսակի մարդու հետ, հայտարարել է նա։ Միացյալ Նահանգները ասում է պատրաստ է բանակցել, ցանկանում է խոսել, խաղաղություն հաստատել եւ խուսափել հակամարտությունից։ Իսկ Իրանը չի ցանկանում բանակցել։ Մենք բանակցել ենք մի քանի տարի ու ոչ մի արդյունք։ Տեղեկություններ կան, որ Թեհրան ուղարկած նամակում է Թրամփը սպառնացել Իրանին, եթե հրաժարվի բանակցությունների իր առաջարկից։ Թրամփի միակ պահանջն այն է, որ Իրանը կրճատի ուրանի հարստացումը ու մոռանա միջուկային զենք ստեղծելու մասին։ Իրանը բազմիցս է պատասխանել, որ չի պլանավորում միջուկային զենք ունենալ, բայց ոչ թե որովհետև Միացյալ Նահանգները չի ուզում դա, այլ Թեհրանն է մտածում, որ իրեն պետք չէ միջուկային զենք ունենալ։ Պատճառը, որ մենք չունենք միջուկային զենք, այն է, որ մենք ինքներս չենք ցանկանում այդ տեսակի զենք։ Իսկ Իրանին հարվածելու եւ պատերազմ սկսելու սպառնալիքը մեզ չի վախեցնում, ու Թեհրանը ունակ է պատասխան հարված հասցնել եւ անպայման կանի, եթե պետք լինի։ Իրան-ԱՄՆ դիվանագիտական լեզվակռիվը հնարավոր է տեղափոխվի ռազմական հարթություն, կարծում են շատ փորձագետներ։ Ըստ նրանց Թրամփի թիմը հիմա ատամները սրած սպասում է Թեհրանի արձագանքին, որ որոշում կայացնի ինչպես վարվել այդ երկրի հետ։ Թրամփի սպառնալիքների ֆոնին Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի բարձրաստիճան դիվանագետները հավաքվել են Պեկինում, քննարկել Թեհրանի միջուկային հարցերը։ Հասմիկ Սերոբյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։